Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ։ Այսօր կցանկանամ խոսել կրկին երևույթների մասին, որոնք տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության ներսում, եւ խոսել Հայաստանի Հանրապետության ապագայի եւ հնարավոր զարգացումների մասին։ Առաջին ինչին կուզեմ անդրադառնալ կրկին անգամ, դա Հայաստանի Հանրապետության եվրոպական կուրսի քաղաքական կուրսի մասին է։ Հարգելիներս, ես մի անգամ ասել եմ, նորից կրկնում եմ, Եվրոպայի միությունը չի սպասում Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միությունում։ Եվրոպական միությունը որպես կառույց ունի շատ բավականին լուրջ խնդիրներ, եւ ինչպես ես մի քանի ամիս առաջ ասել եմ ու կրկնում եմ ու պնդելու եմ իմ ասածները, որ շատ շուտով մի քանի տարի ամենաշատը եւ Եվրոպական միությունը այն կազմով, որ հիմա գոյություն չի ունենալու։ Ուստի նրանք են դա հասկանում եւ նրանք ավելի շատ են դա հասկանում եւ բնականաբար նրանք չեն պատրաստվում իրենց անցավ գլուխը մի հատ դնել ցավի տակ ու մի հատ նոր պետություն, որը բացարձակապես իր տնտեսության պատրաստ չի լինել Եվրոպայի միության անդամ, դարձնել իրենց անդամ։ Առավել եւս, երբ որ եվրոպական արտաքին քաղաքականության եւ անվտանգության ռազմավարության կարևորագույն դրույթներից մեկն էր 70-ականներին մշակված դոկտրինայի, որ Եվրոպայի անվտանգության երաշխիքը պետք է լինի այն, որ ցանկացած հարևան երազի Եվրոպայի մաս կազմելու։ Երբ որ նա երազի, երբ որ քո հարևանը երազի քո մի մասը կազմելու, քո հարևանը երբեք քո վրա չի հարձակվի։ Դա իրենց կոնկրետ ռազմավարությունն էր, որը այսօր կրկին չի փոփոխվել։ Այո, ժամանակի ընթացքում եղել են իրենց մոտ այսպես կոչված հավելումներ, ավելացումներ անդամության, բայց դրանք կախված են եղել բացառապես աշխարհաքաղաքական բարդ փոփոխությունների արդյունքում, օրինակ Խորհրդային Միության փլուզման արդյունքում մերձբալթյան երկրները, որպեսզի Եվրոպան ազդեցություն սահմանի մերձբալթյան տարածաշրջանի վրա, ինքնին դարձան Եվրոպական միության անդամ, դա պետք էր Եվրոպային, սակայն մնացած երկրները, ընդհանուր մինչև Ուկրաինան, չդարձան Եվրոպական միության անդամ, քանի որ նրանք լավ հասկանում էին, որ Ուկրաինայի անդամությունը կբերի բավականին լուրջ խնդիրների եւ նրանք պատրաստ չեն այդ խնդիրների վրա էներգիա եւ նյութական միջոցներ ծախսելու։ Սակայն ժամանակի ընթացքում Եվրոպական միությունը սկսեց սպառել իր էներգետիկ պաշարներն ու հնարավորությունները զարգացման համար եւ վերջին տարիներին նրանք փորձ կատարեցին Ուկրաինայի միջոցով տիրել նախ ուկրաինական պաշարներին, որը մոտավորապես, եթե չեմ սխալվում, մոտավորապես 90 միլիարդի սահմաններում է, ինչքան գիտեմ, չեմ հիշում կոնկրետի, բայց բավականին շատ է։ Իդեպ կցանկանայի ասել, որ Ադրբեջանն 500 միլիարդ է, իր պաշարները Հայաստանն է 15, այս թվերը հիշեք, որովհետև դա շատ կարևոր է, թե ինչ է պետք Եվրոպային։ Եվ Ուկրաինայի միջոցով նրանք կարծում էին, որ կփլուզվի Ռուսաստանը եւ նրանք կփորձեն տիրանալ նաեւ ռուսական շատ էներգոյակիր համակարգերի եւ ընդերքի եւ կփորձեն երկարացնել Եվրոպական միության զարգացումը, այսպես կոչված կյանքը չստացվավ, ինչպես եւ ես առաջին օրվանից դեռ 14 թվականի դեպքերից հետո կանխատեսել եմ եւ ասում եմ, որ կլինի պատերազմ եւ բնականաբար Եվրոպան տանուլ կտա ու դա այդպես էլ եղավ։ Ուստի Եվրոպան հիմա ճաքեր է տալիս եւ հետևելով որոշ եվրոպական լիդերների խոսքին, Ռոբերտ Ֆիցո, Վիկտոր Օրբան, դուք հասկանում եք, որ Եվրոպան ներքինում ունի բավականին լուրջ տարանջատում եւ այդ տարանջատումը հիմա այս պատերազմական ակտիվ փուլում բնականաբար նրանք ցույց չեն տա, որովհետեւ դա անվտանգության խնդիր է նաեւ առաջ բերելու, ուստի ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո շատ
կարճ ժամանակում մենք կտեսնենք Եվրոպական միության այս ֆորմատի փլուզման հետևանքները։ Կարող են մնալ ինչ-որ որոշակի պետության համագործակցություններ, բայց այն քանակով, այն անդամության թվերով, որոնք այսօր կան Եվրոպայում, հավատացնում եմ, չեն լինելու, կտեսնենք դա առջևում։ Առավել ևս, երբ որ Միացյալ Նահանգները հստակ սահմանել են իրենց խաղի կանոնները եւ իրենք հստակ ասում են, որ իրենց համար առաջնային է իրենց շահերը եւ Եվրոպան պետք է իր շահերը ինքը սպասարկի։ Ուստի սպասել, որ Եվրոպայում Հայաստանին սպասում են գրկաբաց, նախ եթե անգամ սպասեն գրկաբաց, տնտեսությունից հասկացող ցանկացած մարդ կամ տրամաբանական մտածողություն, անգամ չնչին մտածողություն ունեցող ցանկացած մարդ դա կարող է հասկանալ, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը պատրաստ չի Եվրոպական միության անդամակցության։ Եվրոպական միության անդամակցության համար հարյուրավոր միլիարդներ են պետք, որպեսզի մեր տնտեսությունը համապատասխանեցնենք այդ մակարդակին։ Դա բավականին լուրջ եւ շատ երկար տարիներ պահանջող աշխատանք է։ Դրա հետ մեկտեղ, բացի այն, որ այդ ահռելի գումարները մենք չունենք, ընդհակառակը մեր պարտքը օրորի աճում է, ուր մնաց գումարներ ունենանք դա անելու։ Մենք փորձում ենք մեր բնական, ռազմական եւ քաղաքական գործընկերոջ հետ ստեղծել թշնամական հարաբերություն։ ԿՊԱ-կան տգետ մտածելու ունակությունից զուրկ զանգվածը մարդ չեմ կարող ասեմ դրան, զանգված են ինչ-որ sense։ Հիմար բաներ են խոսում, տրամադրելով Ռուսաստանին մեր դեմ, չհասկանալով, որ Ռուսաստանը բացառապես Կովկասի անվտանգության պատասխանատուն է։ Անգամ դրա մասին խոսում է Թրամփը։ Դավոսում հստակ մարդը ասեց, դա Ռուսաստանի տարածք է, էլ ինչ եք ուզում։ Փորձելով ձեր տարածաշրջանի անվտանգության երաշխավորի հետ թշնամական հարաբերություններ ստեղծել, ինչ եք ուզելու, ինչ եք ստանալու։ Թե ձեզ թվում է թշնամացնելով Հայաստանի Ռուսաստանի հետ եւ մեզ տանելով էլ ավելի կործանարար գործընթացների, դուք կվերցնեք ձեր թալանածը երկրից ու կփախնեք ուրիշ երկրներում ապրելու, չի ստացվելու, չեք փախնելու։ Փախնեք է բռնելու ենք, բերելու ենք, պատասխան եք տալու մեր հարաբերությունների խզման, մեր երկրի քայքայման, Արցախի կորստի, պետության թալանման, 5000 լույս տղեկի կյանքի, 12000 տղերքի ինվալիդ դառնալու, 120,000 հայերի անտուն անտեղ դառնալու, դուք դրա համար բոլորի համար պատասխան եք տալու։ Սա կոչ է առավել ևս ուժային կառույցների ղեկավարներին, որոնք հրն ու հնազանդ կատարում են Նիկոլի հրահանգները եւ ամեն օր, ամեն աստծու օր խախտում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները։ Բազմակի անգամ տապալվել է սահմանադրական կարգը, բազմակի անգամ սահմանադրությունը ոտնահարել է Նիկոլի իշխանությունը։ Ուժային կառույցի ղեկավարներ, դուք պետք է մի բան հասկանաք, Նիկոլը առաջինն է փախնելու այդ նավի վրայից։ Կռիցները խորտակվող նավի վրայից առաջինն են փախնում, ու Նիկոլը առաջինն է փախնելու։ Ու եթե անգամ բռնեն իրան բերեն, ինքը ասելու է, որ դա դուք եք արել, ու դուք եք պատասխան տալու այն նրա համար, ինչ որ հիմա անում եք։ Ձեր սերունդներն են Աստծու առաջ պատասխան տալու եկեղեցին պղծելու համար։ Ձեր սերունդներն ու ձեր երեխեքը ձեզ հետ միասին պատասխան եք տալու, մի արեք։ Դուք մտել եք մի դաշտ, որտեղից դուք ելք չունեք։ Դուք մտել եք մի դաշտ, որտեղից դուք ներում չունեք։ Հավատացեք, ականջներիցդ կբռնենք, ուրեր ելնեք, կբերենք, պատասխան եք տալու։ Եկեղեցու դեմ հարձակումները ձեզ տարել է մի դաշտ, որտեղից էլ հետդարձ չունեք։ Ձեր միակ հետդարձի ճանապարհը հստակ հայտարարել, որ այո, Նիկոլի հրամանով ենք անում ու գնալ։ Դա ձեր փրկությունը կլինի։ Հակառակ դեպքում դուք պատասխան եք տալու։ Ու ԿՊԱ-կան զանգված, այն թալանը, այն ամեն ինչը, ինչը որ այսօր լափել եք, կոպեկ առ կոպեկ, դուք եք բերելու դնեք։
Ոչ թե Նիկոլի ասաց հետ ենք բերելու, դուք եք բերելու դնեք։ Որովհետև ձեզանից շատ-շատերը փաբերում պարկով պիվա խմողներդ այսօր 3-4 հատ տուն ունեք, մի քանի հատ մեքենաներ ունեք, ձեր կանայք միլիոններով աշխատավարձ են ստանում։ Այն մի սրբապիղծ կար, Էդմոնը իր քավորին դավաճանեց, վազեց Նիկոլի մոտ հանուն պաշտոնի։ Այդ սրբապղծի կնիկը հիմա բավականին բարձր պաշտոնի է, դա սրբապիղծ է, որտեղ եկեղեցով քավորին դավաճանելը դա սրբապղծություն է։ Սրբապղծությունը նաև եկեղեցու վրա հարձակում, ինքը դրա մասնակից է։ Դա խոսում է ինչ-որ Ղրիմյան հայդիկի շերեփից։ Հարգելիներս, մենք պետք է մի բան հստակ հասկանանք, որ այլ ճանապարհ չունենք, այլ տեղ չունենք ավելի լավ ապրելու, քան մեր հայրենիքն է։ Որպեսզի մենք բոլորս կարողանանք գալ եւ հավաքվել մեր հայրենիքում ապրել, դրա միակ պայմանը մեր հայրենիքի զարգացնելն է։ Մեր հայրենիքի զարգացնելու հզորացնելը, իսկ դրա միակ պայմանը այսօրվա դրությամբ Նիկոլին եւ իր խունտային հերացնելն է, որովհետեւ Նիկոլն ու իր խունտան Հայաստանի Հանրապետությունը տանում են հստակ թուրքացման եւ կործանման։ Այս ընտրությունները լինելու է Հայաստանի Հանրապետության համար կամ նոր փուլ հզորացման եւ ծաղկելու կամ Հայաստանի Հանրապետության վերջին ընտրությունները։ Եթե այս ընտրություններին մենք կուլ տվեցինք Նիկոլին եւ թողեցինք, որ Նիկոլը նորից վերընտրվի, հավատացնում եմ ձեզ, Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները որպես այդպիսի կարող է դե ֆակտո լինեն, բայց որպես այդպիսի կարող ենք համարել, որ չեն լինելու։ Որովհետեւ արդեն եթե անգամ Հայաստանից ինչ-որ մի փշրակներ մնա, հավատացնում եմ ձեզ, կլինի տոտալ դիկտատուրա, որտեղ անգամ փողոցում քայլելն է ձեր համար լինելու սարսափելի։ Որտեղ մի օր Նիկոլը կարող է արթնանա ու որոշի, որ մազի սանրվածքը պետքա լինի օրենքով եւ ասի, որ իր նման պետքա թրաշպային կամ իր նման պետքա սանդրվեն կամ մարդկանց ատամները ասենք փդած լինի, այտենց կեղտոտ անլվա իր նման։ Ես չեմ զարմանա դրա վրա, ես բավականին շատ բաներ կարամ տենամ զարմանամ, բայց կոնկրետ դրա վրա չեմ զարմանա, որտեղ այն ինչ անում է այսօր Նիկոլը, ես դրա մասին դեռ վաղուց եմ ասել, դեռ 18 թվականին, երբ որ շատերը ծափ էին տալի ուրախանում էին, ես այդ 18 թվականին էի ասում, որ չգիտեք ինչ եք բերել։ Դե շատ բարեկամների, հարազատների հետ վիճել եմ, չունեմ այսօր շփում ոչ մի ձևով, ոչ մի հարաբերություն, շատ ընկերների հետ եմ վիճել, որոնց հետ չունեմ հարաբերություն։ Այսօրվա Նիկոլի դեպուտատներից շատերն են ինձ լավ ճանաչում, որոշները հետս ընկերություն են արել։ Այդ ժամանակ, երբ որ արդեն դեպուտատ են զանգել են, ես ասել եմ, չզանգեք ինձ, առավել եւս պատերազմի պարտությունից հետո, ասել եմ, որ դուք ինձ ընկեր չեք կարա լինեք, իրան գիտեն։ Ու մի բան էլ ասեմ, բացի թալանացը, ես ցանկացած ազգային մտածելակերպ ունեցող իշխանության հաղթանակի դեպքում ամեն ձևով կանգնելու եմ այդ իշխանության կողքը։ Իհարկե, ես ունեմ տեսլական, թե որ ուժին կցանկանամ տեսնել, բայց միանշանակ է, որ անկախ ամեն ինչից ցանկացած ազգային մտածելակերպ ունեցող ուժ, ով կրի, մեկը իրանել եմ սատարելու։ Եվ կոչ եմ անելու վերանայել բոլոր այսպես կոչված էքսպերտների գիտական աշխատությունները եւ նրանց ունակությունները։ Գիտական կոչում ստացած շատերի, որոնցից շատերին ես անձամբ գիտեմ, թե ոնց են ստացել։ Ու անձամբ եմ միջնորդելու, որ այդ մարդկանց զրկեն գիտական աստիճանից։ Որ այդ էքսպերտի անվան տակ կոչվածները լվանում են ժողովրդի ուղեղները, համոզելով, որ Նիկոլը ճիշտ ուղու վրա է։ Տագետ տխմար հոդաբաշխ միտք չունեցող արարածները փորձ են անում ժողովրդի ուղեղը լվալ։ Բոլորը այդ էքսպերտներն էլ են պատասխան տալու ԿՊԱ-ական ոհմակի հետ միասին։ Հավատացեք, առաջիկա ընտրություններին Նիկոլը չի լինելու։ Նիկոլը հիմա էլ դե յուրե կա, դե ֆակտո գոյություն չունի։ Մի անձ, որ
իր ժողովրդի մեջ դուրս գալու համար ամբողջ ջեռաբլուրը պատում է սնայպերներով, դա խոսում է նրա մասին, որ ինքը ոչնչացված է, չկա, գոյություն չունի։ Բայց Նիկոլ չես փախնելու, կանգնելու ես դատարանի առաջ։ Ու քեզ դատելու է Հայաստանի Հանրապետության դատարանը։ ԿՊ-ի ողջ խունտային դատելու է Հայաստանի Հանրապետության դատարանը։ Ոչ միտեղ չեք կարողանալու փախնել։ Դուք պետք է կանգնեք արդարության առջև։ Եվ պատասխան տակ ողջ խստությամբ, ողջ։ Ու հավատացնում եմ ձեզ, դուք տալու եք այդ պատասխանը։ Եվ մի շատ կարևոր բան եմ ուզում շեշտել։ Նիկոլը իր ձեռագրի համաձայն ակտիվացրել է իր ընտանիքի անդամներին եւ փորձ է անում, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, այս անգամ էլ եւս իր ընտանիքի անդամներին դարձնելու քաղաքական թիրախ, որպիսի հետագայում ուժ կիրառի իր ընդդիմախոսների նկատմամբ, արդարանալով, որ թիրախավորում էին ընտանիքին եւ ԿՊ-ական փոքրիկ խունտան փորձի վարկաբեկի ընդդիմությանը, որ ընդդիմությունը թիրախավորել է իր ընտանիքին։ Ասեմ դա ինչ ձևով է լինելու։ Եթե նկատել եք վերջին օրերին Նիկոլի աղջիկները բավականին տհաճ, հակահիգենիկ, հակաէսթետիկ ոճով վիդեո ռիլսներ են տարածում։ Մի ռիլսի մեջ ոտը գցում է ոտին կիսա պարկած, ինչ-որ խմելուց, բանից է խոսում, մի ռիլսի մեջ ինչ-որ անճոռնի բերանները ծամածռելով, խնձոր ուտելով են խոսում բան։ Հասկանում եք, չէ՞ ինչ են անում ժողովուրդ։ Ժողովուրդ նրանք անում են քայլեր, որով բերում են նրա, որ ինքնաբերաբար ժողովուրդը սկսելու է քննադատի։ Ժողովրդի հետ զուգահեռաբար քննադատելու են քաղաքական գործիչները, եւ այդ քաղաքական ընդդիմադիր գործիչները դառնալու են Նիկոլի զոհը, թիրախը, եւ նա ասելու է, որ տեսեք, քննադատում են իմ ընտանիքին, թիրախավորում են իմ ընտանիքը, ես սուրբ եմ, այ ընդդիմությունը քխա։ Ուստի կոչ եմ անում բոլոր ընդդիմախոսներին, ընդդիմադիրներին, այո, քննադատել, պարսավել Նիկոլի հակահիգենիկ եւ ոչ առաքինի կեցվածք ունեցող աղջիկներին, սակայն անել շատ չափված, որովհետև դուք դառնալու եք Նիկոլի հաջորդ թիրախը։ Եվ Նիկոլը դեռ ավելի շատ է ակտիվանալու ընտանիքի առումով։ Աշոտ ինքնամտնելու թեմայի մեջ, փոքր աղջիկ անունը չգիտեմ, ենի մտնելու թեմայի մեջ։ Դե Աննան միշտ թեմայի մեջ, Աննան ավելի է ակտիվանալու իր զուգընկերուհին։ Անկողին կիսողը, կինը չի դե բարձա։ Հարգելներս, խնդրում եմ, կոչ եմ անում բոլորին, ամեն օր, ամենօրյա անդադար ռեժիմով, ձեր հարազատների, ձեր դրկիցների, ձեր ընկերներին, ովքեր այս կամ այն չափով անգամ մտքի ծայրով կարող են արդարացնել Նիկոլին, փորձել, ապացուցել, համոզել, որ նրանք առաջիկա ընտրություններին գնան եւ դեմ քվեարկեն Նիկոլին եւ ընտրեն իսկապես ազգային ուժի։ Առաջիկայում ես կասեմ, թե որ ուժի հետ եմ տեսնում իմ աշխատանքը, իմ աջակցությունը, ունեմ մի քանի առաջարկ եւ այսպես կոչված կոնսուլտացիաներ եմ անում, չնայած ես ունեմ մոտավորապես պատկերացում, թե ինչ տիպի պետք է լինի այդ քաղաքական ուժը, որին ես ուզենամ միանամ եւ աջակցեմ, առաջիկայում դրա մասին կխոսենք, բայց բոլորիդ կրկին անգամ կոչ եմ անում այս ընտրություններին միահամուռ գնալ եւ վռնդել այս դավաճան, թրկահպատակ, սրբապիղծ զանգվածի ոհմակին, չգիտեմ, խմբակին փոքրիկ, ասել կուզեք ստահակն է, ինչ ուզում եք ասեք, դրանց պետքա վռնդենք։ Քանի որ կրկնում եմ, կամ սա կլինի Հայաստանի Հանրապետության ծաղկման եւ կրկին հզորացման ընտրություններ, կամ կլինի Հայաստանի Հանրապետության վերջին ընտրությունները։ Եվ Հայաստանում կլինի թուրքահպատակ իշխանություն։
Շնորհակալություն։